Բոլոր Հոբելյաններին ակադեմիայի 65-ամյակ 70-ամյակ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Իլհամ Ալիևը հանդես է գալիս ելույթով եւ մատնանշում է հետեւյալը. Ես պատրաստ եմ ցանկացած գումար տրամադրելու ադրբեջանցի պատմաբաններին, որպիսի ապացուցեմ, որ Ղարաբաղը ադրբեջանական է։ Դա 65-ամյակին ասեց։ Այսինքն քաղաքական խնդիր է ձևակերպում։ Այսինքն դիրեկտիվ է իջեցնում, այո, վերևից։ 70-ամյակին հայտարարեց, որ ցանկացած գումար կտրամադրենք, եթե ապացուցեք, որ Արևելյան Հայաստանը, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանն է։ Պատկերացնում եք, չի էլ, այսպես ինչ ասեմ, խորշում, որ միջազգային արձագանք կարող է լինել, որը որ ես հավատացնում եմ կա։ Մենք որպես ինստիտուտ, որ հանդիսանում ենք միջազգային եւ մեր պատմաբանների ընկերակցությունը միջազգային պատմագիտական ընկերության շատ հեղինակավոր կազմակերպություն է 1900 թվականից գոյություն ունեցող, այնտեղի ասամբլեայի նիստի ժամանակ, երբ որ Ադրբեջանի անունը տվեցի, բոլորը սկսեցին ծիծաղել, թե նրանց նախագահը, երբ որ խոսում է, որ Երևանը եւ Էջմիածինը, ամբողջ Զանգեզուրը ադրբեջանական տարածք են, դրանից հետո մենք ադրբեջանցի պատմաբանների մոտ չենք թողնի այնտեղ, եւ դա ծիծաղելի է խոսել պատմագիտության մասին, որտեղ խոսքը այստեղ զուտ քաղաքականության մասին է։ Ուրեմն նրանց երկու պատմագիտական երկու ընկերությունների ղեկավարները, մեկը Յաղոբ Մախմուդովը, Պատմության ինստիտուտի իմ շագերտյալ գոլեգան, եւ երկրորդը Հասանլին, որ շատ հայտնի է ամենտեղ Կովկաս ինստիտուտի տնօրենն է, երկուսն էլ Միլի Մեջլիսի падգամավոր, անընդհատ դիրեկտիվներ են նրանց իջեցնում, ցանկացած գումար տրամադրում են եւ մեկ էլ տեսնում ես մի ցնդաբանություն հերթական այդ նավթադոլարների ազդեցության տակ կարող են հայտարարել։